Խաղողի բերքն այս տարի գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշն այսքանով, լոլիկինն այնքանով։ Տարին հաջող էր գյուղմթերքի քանակի տեսանկյունից, բայց սա չի նշանակում, որ կորուստներ չեն արձանագրվել։ Տարվա ընթացքում մի քանի անգամ կարկուտի պատճառով որոշ համայնքներում մարգերը հավասարվեցին հողին։ Խնդիրը պետք է լուծեր գյուղոլորտի ապահովագրության ծրագիրը, որը փոստական 2020-ից է իրականացվում։ Այն սակայն կարծես ձախողվում է։ Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ բնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր։ Ապահովագրավճարը 70-ից 80%-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին փոխհատուցելով վնասաբերության 200% գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում եւս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Կառավարությունը որպես խնդրի ժամանակավոր լուծում պլանավորում է փոխհատուցել այն ֆերմերների վնասները, որոնք կարկուտի հետևանքով ունեցել են բերքի 40-ից 100% վնաս։ Բայց սա արկա խնդիրները նույնիսկ մասնակի չի լուծելու։ Գլոբալ լուծման տարբերակները հասկանալու համար կառավարությունը պատրաստվում է ուսումնասիրել թուրքական փորձը։ Եթե ինչ-որ մի բանի վնասաբերությունը 4-5 տարի երկար 53% է, դա ապահովագրվող ռիսկ չի, որտեղ ապահովագրության իմաստն այն է, որ մի տարի 50% լինի, մյուս տարի 150% լինի եւ միջինում ապահովագրականները կարողանան այդ ռիսկը ստանձնել։ Աշխարհում լավագույն երկու մոդելները դա ըստ էության իսպանական Agroseguro-ի մոդելն է եւ թուրքական Tarsimi։ Բայց եթե ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել ֆերմերային տնտեսությունները մեր երկրում գյուղոլորտի ռիսկայնության պատճառով, նշանակում է պետք է նախ հասկանալ, թե որքան է կազմում քո ռիսկայնությունը եւ որոնք են դրա աղբյուրները։ Ընդհանրապես այս ոլորտում ամեն ինչ սկսվում է հաշվարկներից։ Մեծ ընկերություն ուզում է վիճակագրություն, հաշվարկ։ Տարեկան որ մարզում ինչքան կարկուտ է գալի, ինչքան բերքի կորուստ ալնում, բերքի հետ կապված ինչ խնդիրներ արել, մենք այդ վիճակագրական տվյալները մեղմ ասած չունենք։ Այս պահին շրջանառվում է թուրքական ընկերության անուն։ Կարծես թուրքական ընկերությունն իր փորձով փրկելու է հայկական գյուղատնտեսությունը, նշում են մասնագետները։ Այնինչ Հայաստանում մինչև հիմա նորմալ աշխատող հակակարկտային կայաններ չկան, որոնք կնվազեցնեն կարկուտի ռիսկը։ Աշխատում են եւ նույնիսկ կից մարգն է ավերվում կարկուտից։ Այս դեպքում ինչ էական է, թե ում փորձն է ուսումնասիրում։ Արտասահման բոլոր ինտենսիվ այգիները նորմալ այգիներ են, ստեղի նման չէ։ Հակակարկտային ցանցերով պաշտպանված են, այնտեղ ջրի խնդիր չկա, որովհետեւ ամեն ինչը հաշվարկած է, հիմնական ռիսկային ցրտահարությունն է։ Այս խնդրի լուծումն առավել կարևոր է դառնում այն տեղեկատվության ֆոնին, ըստ որի առաջիկայում հնարավոր է բացվի Թուրքիա-Հայաստան սահմանը։ Պատկերացնել կարելի է, թե ինչի կվերածվի հայկական գյուղոլորտը, որտեղ ռիսկերը հնարավոր չէ նվազեցնել ապահովագրության ենթակա չափանիշներին հասնելու համար։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։